Պարոն Մեխակյան, քանի որ մոտավորապես կեսը անցել է արդեն քարոզարշավի, դուք ինչ տպավորություններ ունեք, ինչպիսին է ձեր նաև քաղաքացիական պայմանագրի վարկանիշն ու հնարավորությունները։ Տպավորությունները շատ լավն են, ամեն օր էլ ավելի լավն են լինում տպավորությունները, մանավանդ գյուղական բնակավայրերում մենք այս ընթացքում պարբերաբար մեր բնակչության հետ հանդիպումներ ենք ունեցել տարբեր առիթներով կամ պարզապես առանց առիթ այցելել ենք, շփվել ենք համագյուղացիների հետ, աշխատանքներ իրականացնելու ժամանակ, մոնիտորինգ իրականացնելու ժամանակ անընդհատ այցելել ենք, անընդհատ խնդիրները լսել ենք եւ այսօր Ծաղկալանջը հերթական անգամ ապացուցեց, որ վստահում է մեզ, որ իզուր չեն նախորդ տարիների մեր թափած ջանքերը այս գյուղի կարևորագույն խնդիրները լուծելու ուղղությամբ եւ մեզ էլ ավելի շատ է պարտավորեցնում ապագայում ավելի լավ ծրագրեր իրականացնել։ Պարոն Մեխակյան, քանի որ Խոյն ու Վաղաշապատը միավորվեցին, հետաքրքիր է մարդիկ սա կարողանում են ընդունել, ինչքանով են օրինակ գոհես միավորումից, շփումներում ինչ-որ դժգոհություն կա գյուղերում։ Չունենք դժգոհություն, տեսեք, այսպես թե այնպես, Էջմիածին քաղաքը ինքը մեր Խոյ համայնքի գյուղերի տնտեսական կենտրոնն է եղել, այսինքն եւ բանկային համակարգն է կենտրոնացված Էջմիածին քաղաքում եւ տնտեսական մասով առևտրի կենտրոնները եւ մնացած սպասարկման բոլոր կենտրոնները կենտրոնացված է Էջմիածին քաղաքում եւ մարդիկ իրենց առօրյայի մի մասը այսպես թե այնպես անցկացնում են Էջմիածնում եւ վարչական կենտրոնը Էջմիածնում լինելով ես ասեմ նույնիսկ հանրային տրանսպորտը, քանի որ բոլոր գյուղերից կա անխափան հանրային տրանսպորտ է աշխատում դեպի Էջմիածին քաղաք, ավելի հարմարավետ է, քան օրինակ Գեղակերտը, որովհետև շատ գյուղերից Գեղակերտ գալիս էին հանրային տրանսպորտով Էջմիածնով, այսինքն գալիս էին Էջմիածին, Էջմիածնից նոր տրանսպորտ էին փոխում, գալիս էին Գեղակերտ։ Այսինքն եթե օրինակ ինչ-որ հարց ունենա բնակիչը որևէ գյուղի, այդ գյուղում ինչ-որ սպասարկման կենտրոն լինելու է, որ օրինակ Էջմիածին չհասնի։ Միանշանակ վարչական ղեկավարի գրասենյակը շարունակելու է իր աշխատանքներն իրականացնել եւ մենք մաքսիմալ այնպես ենք անելու, որ համայնքապետարանի վերաբերող բոլոր հարցերը տեղում լուծում ստանան եւ բնակիչը, եթե ինքը չի ուզում անձամբ համայնքի ղեկավարին տեսնել, կարիքը չլինի Էջմիածին գալու։ Պարոն Մեխակյան, նաև ընդդիմադիրներին ոնց կարձագանք եք, երեք եւս մեկ օրինակ Ժառանգություն կուսակցություններ նշում, որ հետընտրական դաշինքների գնանք միավորվենք, թույլ չտանք, որ ԿՊ-ն դիմերում իշխանություն ունենա, փաստորեն այդ պլանը գնալով ավելի այսպես կենսական է դառնում իրենց համար, որ առանձին չեն կարող ձեզ հաղթել, բայց փորձելու են միավորվելով։ Դե բնական է այդպես պետք է անեն, ըստ ինձ հասած տեղեկությունների Ժառանգությանը ընդամենը 1500 ձայն է պետք, որ իրենք շեմը հաղթահարեն, որպեսզի կարողանան ինչ-որ մեկ այլ ընդդիմադիր ուժի հետ կոալիցիա կազմեն, այսինքն մի ուժ, որ ընդամենը պայքարում է շեմը հաղթահարելու համար, ես կարծում եմ չարժի անդրադառնալ իրենց որևէ ասածներին։ Մնացածներն էլ կարծես դեմ չեն այդ տարբերակով փորձել ԿՊ-ին համապետական ընտրություններից առաջ դիմերի մակարդակով իշխանազրկել։ Դե բնական է, որովհետև իրենց խոսույթում էլ ընդհանրապես չկա Վաղաշապատ խոշորացված համայնքի բնակավայրերին վերաբերող որևէ հարց։ Կամ եթե կա, դրանք ուղղակի երազանքներ թվացող հարցեր են, այնպիսի գեղեցիկ պատկերավոր նկարագրով ինչ-որ մի հարցեր, որ մեր կենսական նշանակություն ունեցող հարցերի կողքը նման հարցեր քննարկելը իրատեսական չէ, ընդամենը գեղեցիկ բառեր են, որպեսզի կարողանան բնակիչների վստահությունը շահել, բայց գիտեք, իրենց խոսույթում երևում է, որ իրենք ընդհանրապես համայնքային կառավարման process-ների հետ ընդհանրապես կապ չունեն, չեն էլ տիրապետում եւ ցավալին այն է, որ օրինակ կան այդտեղ մարդիկ, ովքեր գործող ընդդիմադիր ավականու անդամներ են եւ այս 4 տարիների ընթացքում գեթ մեկ հարց չեն բարձրաձայնել ոչ իրենց լրատվականներով, ոչ ավականու նիստերի ժամանակ, ոչ առանցին հայտարարություն տարածելով եւ գալ հիմա ուղղակի, չգիտեմ, մարդկանց ականջահաճո բաներ խոսալ, կարծում եմ, որ ամեն ինչ բարձից էլ բարձր է։ Դե օրինակ պայքարի բոլոր մեթոդները հիմա իրանք կիրառում են, գեներացրել են, ձեր դեմ քարոզչությունը անձնական նաև դաշտ է տեղափոխվում եւ հիմնականում փորձում են ԿՊ-ի վարչապետի օրինակ միջոցով նաև հակաքարոզչություն անել, նկատի ունեմ իրենց գործունեությունը թիրախավորելով, սա ինչքանով է ձեզ խանգարում։ Գիտեք,
Ուղղակի հաճելի չի, թե չէ մնացածը ժողովուրդն է շատ լավ հասկանում, մարդիկ նույնիսկ իրենք են գալի ասում, հա տեսել են, գիտեք, բայց հասկանում ենք, որ դուք ուժեղ եք, դրա համար էլ այդպես են անում կամ այլ բան չունեն խոսելու, դրա համար այդպես են խոսում, իրենք են ընտրել այդ ճանապարհը եւ վերջում ընտրությունների արդյունքում դրա պատասխանը կտրվի, կարծում եմ, եւ չարժե ընդհանրապես անդրադառնալ իրենց, որովհետեւ իրենց տրամաբանությունը արհեստական բանականությունն է, ուրիշ տրամաբանություն չկա, երևի թե մտածում են արհեստական բանականությամբ էլ համայնք կառավարեն։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։